Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նոյեմբերի 15-ին կազմավորման օրվա կապակցությամբ հանդիպում է ունեցել նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ծառայողների հետ։ Շնորհավորելով անձնակազմին, նախարարը նշել է, որ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունը այն ստորաբաժանումներից է, որի դերն ու նշանակությունը որպես ինստիտուտ վերափոխվել է ներքին գործերի նախարարության ստեղծմամբ։ Ձևավորումից ի վեր վարչությունը նոր շեշտադրումով կենտրոնացած է ներքին կարգապահության և հակակոռուպցիոն քաղաքականության ուղղություններով իր առջև դրված անելիքների վրա։ Մեր խնդիրը որևէ ծառայողի կամ աշխատողի պատժելը չէ։ Մեր նպատակը ներքին կարգապահության տարբեր վարույթների և ընթացակարգերի շրջանակում առավելագույնն իրականացնելն է, որպեսզի համակարգն ունենա զգոնության ավելի բարձր մակարդակ։ Մենք պետք է վստահ լինենք, որ այն ուղղությունները, որոնք նախարարությունը որդեգրել է ենթակա ծառայությունների մասով և առհասարակ հանրային ծառայությունների ոլորտում, իրականում մարմին ու բովանդակություն են ստանում, ընդգծել է Արփինե Սարգսյանը։ Արփինե Սարգսյանը կարևորել է վարչության ծառայողների կողմից օբյեկտիվության անհրաժեշտ ու բավարար ցուցիչը պահպանելու հանձնառությունը, ընդգծելով, որ դրանք հենասյունային սկզբունքներ են, որոնք թույլ են տալիս համակարգում ներքին կարգապահությունը բարձր մակարդակի վրա պահել և վստահ լինել, որ յուրաքանչյուր դեպքին տրվում է օբյեկտիվ արձագանք։ Ձևավորումից մինչ օրս ներքին գործերի նախարարության ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում կատարվել են շուրջ 3400 ծառայողական քննություններ և ուսումնասիրություններ, կիրառվել են 1112 կարգապահական տույժեր։ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության կողմից նախապատրաստվել և նախաքննական մարմին է ուղարկվել ծառայողական քննությունների 86 նյութ, նախաձեռնվել է 77 քրեական վարույթ։ Նախարարությունում հրավիրված կարգապահական հանձնաժողովի 11 նիստի ընթացքում քննարկվել են ոստիկանության 72 ծառայողի վերաբերյալ իրականացված ծառայողական քննությունների 63 նյութեր։ Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը գնահատելով վարչության աշխատանքի արդյունավետությունը, հանձնարարել է, որ վարչությունն առաջիկա ամիսների կտրվածքով ուշադրությունը կենտրոնացնի ուժային միջոցների գործադրման ստանդարտի իմպլեմենտացման վրա։ Ամփոփելով իր խոսքը, նախարար Սարգսյանը շնորհակալություն է հայտնել ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության ինչպես նախկին, այնպես էլ ներկա ղեկավարներին կատարված աշխատանքների համար։ Ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչության պետ Դավիթ Աղբալյանն իր հերթին շնորհավորելով վարչության կազմավորման օրվա կապակցությամբ շնորհակալություն է հայտնել նախարարին աջակցության համար և վստահեցրել, որ վարչությունն իր առջև դրված խնդիրները շարունակելու է կատարել մեծ պատասխանատվությամբ, նպատակ ունենալով հանրության շրջանում բարձրացնել համակարգի նկատմամբ հանրային վստահությունը։ Դավիթ Աղբալյանը կարևորել է նաև համակարգի ներսում նախականխման և կանխման մեխանիզմների զարգացումն ու դրանց կիրառումը, ընդգծելով, որ ամենօրյա պահանջկոտության ու հետևողական աշխատանքի միջոցով հնարավոր կլինի ցանկալի արդյունքներ արձանագրել։ Ավարտին տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Հովունի գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է զինամթերք։ Նոյեմբերի 13-ին տղամարդը ձերբակալվեց ու տեղափոխվեց վարչություն։ Նա հաստատեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է։ Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակում 35-ամյա տղամարդու տանը կից խորդանոցում կատարված զննությամբ հայտնաբերվեց F1 տեսակի նռնակ պայթուցիչով, սվին դանակ և ինքնաձիգի 19 փամփուշտ։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր, հանգամանքները պարզվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Նոյեմբերի 10-ից 17-ը Մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4676 խախտում, պահպանվող հատուկ տարածք տեղափոխելով 169 ավտոմեքենա, մասնավորապես հայտնաբերվել է ոչ սթափ 199 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 205 անձ, հայտնաբերվել է հաշվառման համարնիշի հետ կապված 21, ժամանակապված վարելու 627, առանց մանկական նստատեղի քարսի թիվ 6, վարելու ընթացքում ծխելու 491, վարելի սեռախոսից օգտվելու 235, հետիոտնի, որ սահմանված վայրով անցնելու 111 եւ 1534 այլ իրավախախտում, 127 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 179 տեխնիկական զննություն չանցած, 146-ը լուսարձակների անսարքությամբ, 67-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողային ապակիներով, 84 վարորդ ուղղանվել է վարելիս նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ու ժեղացուցիչներ օգտագործելու համար, բացի այդ տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 94 անձ։
Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 13159 խախտում, պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 306 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ ստաբ 202 վարորդ, առանց վարորդական իրավունքի վկայականի 395, կեղծ վարորդական վկայականով երթևեկող 12 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համանիշի հետ կապված 58, չամրակապված վարելու 2840, առանց մանկական նստատեղի քարսիթի 163, վարելու ընթացքում ծխելու 396, վարելիս հեռախոսից օգտվելու 544, հետիոտնին որ սահմանված վայրով անցնելու 93, արագության գերազանցման 2234 եւ 3479 այլ իրավախախտում, 395 ավտոմեքենա շահագործվել է առանց ապա պայմանագրի, 869 տեխնիկական զննություն չանցած, 818-ը լուսարձակների անսարքությամբ, այդ թվում 38 բեռնատար, 170-ը թաղանթապատված դիմապակիով եւ կողայնապակիներով, 59 վարորդ ուղղանվել է նվագարկչի ստանդարտին չհամապատասխանող լրացուցիչ ուժեղացուցիչներ օգտագործելու համար։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվելու համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 65 անձ։ Ինչպես նվազեցնել անչափահասի կողմից թմրամիջոցների գործածության ռիսկերը, ապահովել օգտակար զբաղվածություն կրթությունից զատ ժամերին, օրինակ, սպորտ, մշակույթ, կամավորություն եւ այլն։ Զբաղվածությունը կնպաստի ռիսկային ժամանակահատվածի կրճատմանը, կապահովի ճիշտ միջավայր։ Հիշենք, անչափահասը սոցիալական էակ է, վերցնում է այն արժեհամակարգը, որը գերակշռում է իր միջավայրում։ Ինչ տվյալներ են հուշում երեխայի կողմից թմրամիջոցի գործածման մասին՝ գերակտիվություն կամ գերպասիվություն, կարմրած աչքեր, նեղ կամ լայն բիբեր, գրգռվածություն, քնկոտություն, անբնական ու երկարատև ծիծաղ, շփոթվածություն, նրա մոտ կամ իրերում կասկածելի զանգվածների, բժշկական կաթուցիչի կամ ապակե գլանակի առկայություն, բուսական ծագում ունեցող թմրամիջոցին բնորոշ հոտ, անհայտ ծագման գումարի առկայություն, ընտանիքին պատկանող գումարի թանկարժեք իրերի անհետացում, տնային պայմաններում ինչպես ստուգել անչափահասի կողմից թմրամիջոցի օգտագործման հանգամանքը, ձեռք բերել ազատ վաճառվող մուլտիսքրինինգ թեստեր մեզի միջոցով թմրամիջոցի առկայությունը բացահայտելու կամ հերքելու համար, երեխային հոգեբանորեն պատրաստել թեստավորման գործընթացին, այն մոտեցմամբ, որ նրա կողմից դա ընկալվի ոչ թե որպես հարկադրանք, այլ անհրաժեշտություն։ Ինչ անել անչափահասի կողմից թմրամիջոցի գործածման հաստատման դեպքում։ Բռնությունը խստիվ արգելվում է, քանի որ հարկադրական վարքագիծը կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների։ Պետք է աջակցել հոգեբանորեն հավաստիացնել, որ նրա կողքին եք։ Կատարել լաբորատոր հետազոտություն վերջնական ճշգրտման համար։ Բժշկի հետ խորհրդակցելով ներգրավել նաև հոգեբանի։ Հարգելի ծնող, հիշեք, որ հետևողականությունն ու աջակցությունը ձեր երեխային կարող է զերծ պահել թմրանյութի օգտագործման ռիսկերից կամ օգնել վերադարձնել նրան առողջ եւ ապահով միջավայր։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմքում բնակչության հետ ակտիվ համագործակցությունն է։ Համայնքային ոստիկանությունն ունի 57 տարածքային բաժին, 12-ը Երևանում, 45-ը մարզերում։ Յուրաքանչյուր բաժնի կողմից սպասարկվող վարչական տարածքն իր հերթին բաժանված է մինչև 7500 բնակչություն ունեցող տեղամասերի։ Համայնքային ոստիկանության գործառույթներն են ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների բացահայտումը, ընտանեկան բռնության, ինչպես նաեւ անչափահասների կողմից կատարվող հանցագործությունների եւ իրավախախտումների կանխումը։ Համայնքային ոստիկանության գործունեության հիմնական սկզբունքներն են՝ սպասարկվող տարածքի առանձնահատկությունների իմացությունը, բնակիչների խնդիրների իմացությունը, կարիքների գնահատումը եւ դրանց արձագանքումը, բնակիչների համախմբումը հանրային անվտանգության մակարդակի բարձրացման շուրջ, հասարակական կարգն ու անվտանգությունը ապահովելու, հանցագործություններն ու իրավախախտումները կանխելու գործում բնակչության ներուժի օգտագործումը, հանրային պատասխանատվություն ու վերահսկողությունը եւ գործունեության թափանցիկությունը։ Ոստիկանության հանդեպ համայնքի վստահությունը կարևոր նախադրյալ է արդյունավետ համագործակցության եւ իրավակարգի կայունության համար։ Կյանքն անգին է։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրագոտին կյանքեր է փրկում։ Ամրակապվիր։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին կյանք է փրկում։ Ամրագոտին Կյանք է փրկում։